Բարի երեկո, դուք դիտում եք բացարձակ այսօր իմ հյուրը կառուցապատողների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Վահե Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Նորակառույցների հետ կապված քննարկումներից սկսենք։ Ի վերջապես, եթե նորակառույցը շահագործվում է, ով է պարտավոր, կառուցապատողը, համայնքը, թե գնորդն է պարտավոր այդ ենթակառուցվածքները ապահովել։ Նկատի ունեմ գազ, հոսանք, ջուր։ Տեսեք, շնորհակալ եմ հարցի համար։ Այստեղ երկու տիպի պարտավորություն կա։ Ներդրում կատարելու պարտավորությունը, փող ծախսելու, ժողովրդական լեզվով ասած, եւ խելամիտ կետից միացման պայման տրամադրելու։ Բնականաբար փող ծախսելու պարտավորությունը կառուցապատողինն է։ Ինքը պետք է ներդրում անի բոլոր ծախսերը, ոնց որ պետք է շենքի տանիքը սարքի, չգիտեմ, լիֆտը, վերելակները տեղադրի, այնպես էլ պետք է միացման ծախսերը կրի, որպեսզի բնակիչը կարողանա նորմալ բնականը շահագործի։ Հակառակ դեպքում շահագործմանակ չի ստանա։ Դա օրենքով սահմանված ընթացակարգ է։ Այլ հարց, որ խելամիտ կետից միացման կետ տրամադրելու պարտավորությունը ըստ էության համայնքինն է եւ մատակարար կազմակերպությանը։ Սակայն օգտվելով առիթից ուզում եմ ասեմ, որ որևէ մի կառուցապատող իր միացման կետի մասին չի իմանում շենքը սարքելուց, կառուցելուց հետո։ Նախքան շենքի շինթույլտվություն ստանալը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողը ստանում է ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Եվ այդ ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման բոլոր ընթացակարգերը սահմանված են կառավարության 596N որոշմամբ, որի դրույթների համաձայն, մասնավորապես 19-րդ եւ 30-րդ կետերի համաձայն, ճարտարապետահատակագծային առաջադրանք ինքը չի կարող ստանալ, եթե միացման կետերը տված չեն։ Խոսքը գնում է ոչ միայն գազի մասին, նաև խոսքը գնում է ջրի, կոյուղու եւ հոսանքի մասին։ Այսինքն կառուցապատողը կարող է տնտեսական որոշում կայացնել դեռևս շենքի սաղմնային քաղաքաշինական ծրագրի նախասաղմնային փուլում։ Եթե իրան ձեռ չի տալիս այդ միացման կետը, ուղղակի կարող է չմեկնարկել նմանատիպ կառուցապատումը, ուրիշ տեղ փորձի կառուցել, եթե հասկանում որ տնտեսապես նպատակահարմար չի։ Այդ դեպքում հիմա ոնց է ստացվում, որ բազմաթիվ նորակառույցներ կան, այդ թվում նաև թաղամասերից մեկը, որտեղ շատ լրագրողներ են բնակարաններ ձեռք բերել, մարդիկ բնակարանի բանալին իրենց ձեռքում է, բայց իրենք առավելագույնը, չէ, նվազագույնը հոկտեմբերին նոր կարող են տեղափոխվել այդտեղ բնակվելու։ Տեսականորեն երկու հնարավոր, կոնկրետ իմ մոտ էլ որպես նաև բացի նրանից, որ ես կառուցապատողների ասոցիացիայի խորհրդի անդամ եմ, նաև ես էլ եմ կառուցապատող, իմ մոտ էլ է այդ խնդիրը առաջացել եւ մենք, այսպես ասեմ, երբ որ մեկնարկել են քաղաքաշինական ծրագիրը, մեզ էլ են տվել հեռու կետից։ Այնքան հեռու կետից, որ միանձնյա տնտեսապես անարդյունավետ կլիներ ուղղակի 5-6 կիլոմետր գազի գիծ քաշել։ Այդ ծախսը անտանելի ծախս կլիներ, հա։ Դրա համար մենք լուծումը գտել ենք այսպես, մի քանի կառուցապատողներով համախմբվել ենք, ստեղծել ենք մի հատ ընկերություն, արդեն երբ որ մի քանի 10 կառուցապատող էս այդ նույն գիծը քաշում, արդեն ծախսը տնտեսապես ընդունելի է դառնում, չէ՞ որ հողային աշխատանքը նույնն է, հետագայում ասֆալտով դա նորից ծածկելը նույնն է, ընդհանրապես խողովակի հաստությունն է փոխվում, որը այդքան էական չի։ Ինչ որ մի կառուցապատողների զանգված էլ կա, միգուցե մտածել է, որ կարող է ինչ որ ձևի հարցը լուծվի, շատ հեռու է, այնուամենայնիվ բոլորն տեղյակ են, քաջատեղյակ են եղել, հավանաբար հույսը դրել են նրա վրա, որ հանրային խնդիր է, ես չեմ կարող իրենց տեղը պատասխանել։ Ինչ որ ձև լուծում կստանա, ինչ որ ձև գազին հետ պետությունը կբանակցի, կհամոզի, որպեսզի իրանք ներդրում անեն, հարցը լուծվի, այն հույսով, որ իրանք հələ 3 տարի կառուցապատելու են, 3 տարվա մեջ ինչ-որ բան կլուծվի։ Այսինքն ըստ էության ռիսկերի կառավարման մեջ ես տեսնում եմ, որ քաղաքաշինական ռիսկերի կառավարման թերացումներ են եղել։ Այսինքն այս դեպքում տեսեք, եթե ես գնորդն եմ, ես նորակառույցից բնակարան եմ գնում, այս դեպքում ինձ պիտի պարտավորեն ապահովել բնակարան, որը ունի հոսանք, ջուր, գազ, եթե չեմ սխալվում։ Այո, իհարկե։ Եվ թե դա Գազպրոմ Արմենիայի պարտավորությունն է, թե կառուցապատողի, դա արդեն ինձ որպես գնորդի չպիտի հուզի։ Տեսեք, երբ որ դուք բնակարան եք գնում, գնման իրավունքի պայմանագիր եք կնքվում կառուցվող շենքից։ Այդ գնման իրավունքի պայմանագրի մեջ պարտադիր նշում կա, թե այդ կառուցապատողը երբ է ավարտելու, երբ է ստանալու ավարտական ակտը, երբ է ստանալու շահագործման ակտը։ Այդ ամեն ընթացակարգ, ամեն հանգրվանը քաղաքաշինական ծրագրի ենթադրում է որոշակի փաստաթղթերի առկայություն։
Օրինակ շահագործման ակտը ուղղակի չեք կարող ստանալ, եթե չլինի անցկացված գազ։ Եթե իհարկե շենքը գազաֆիկացված է, հնարավոր շենքը գազաֆիկացված չէ, այդ դեպքում առանձին դա չեն դիտարկում, բայց հոսանքների ջուրը պարտադիր պետք է լինել։ Անուղղակիորեն դա բոլորի պայմանագրերում գրած է, դա մաքուր քաղաքական հարաբերություններ են գնորդի եւ շենք կառուցողի մեջ։ Այլ հարց նորից եմ կրկնում, որ կառուցապատողները միգուցե իրենց ռիսկերը ճիշտ չեն կառավարել։ Առանձին նշեմ, որ եղել են դեպքեր, երբ որ կառուցապատողը ստացել է նպաստավոր կետից միացման պայման, սակայն ժամկետ է բաց թողել։ Տեխնիկական պայմանի ժամկետը 1 տարի է, կոնկրետ խոսքը գնում է գազի մասին։ Եվ իրենք փաստորեն մտածել են հետո նորից նույն տեղից կստանան, ժամկետ են բաց թողել, հաջորդ անգամ արդեն անհնար է դարձել, որ ստանան։ Պարոն Պետրոսյան, Երևանում նորակառույցները, տեսեք, մեծ թափով ամեն դեպքում կառուցվում են, չէ՞, նորակառույց շենքեր։ Այդքան պահանջված են հաշվի առնելով գնային քաղաքականությունը, որովհետև ես մինչև հաղորդումը սկսելը ուսումնասիրում էի նաև այլ երկրներում բնակարանների գները, մասնավորապես Բուլղարիա, Լեհաստան, եւ եթե անգամ Իսպանիայի որևէ ավելի այդպես ոչ կենտրոնական հատված վերցնենք, շատ ավելի մատչելի հնարավոր է բնակարան գնել, քան Երևանում։ Ես ճիշտն ասած իմ ուսումնասիրությունը առանձին ունեմ այս հարցի վերաբերյալ։ Մեր մոտ խնդիրը ինչու՞մն է, մեր հին բնակֆոնդը հալումաշ եղած է։ Նա ֆիզիկապես եւ բարոյապես արդեն փաստացի ավարտված է, չհաշված դրա սեյսմիկ ռիսկերը։ Եվ մարդիկ հիմնականում աշխատում են հին բնակարանային ֆոնդից ազատվել, տեղափոխվել նոր բնակարանային ֆոնդ, առնվազն պահպանելով նա նորը առնել երեխեքի կամ իրանց համար, հա։ Այդ երևույթը կա։ Մենք ունենք 275,000 հատ Երևան քաղաքում բնակելի միավոր բնակարան առանձնատուն, հա, եւ իսկ նոր ծնվող անշարժ գույքի ծավալը, բնակելի անշարժ գույքի ծավալը տարեկան անում է 1-2% Երևան քաղաքի մասշտաբով, հա, որը շատ տրամաբանական է, քանի որ ինքը համահունչ է բնականային ֆոնդի մաշվածությանը։ Այսինքն լավ, այդ դեպքում պահանջարկն է, հա, երևի նկատի ունեք, որ պահանջարկը այնքան շատ է, դրա համար գները այդպես բարձր են, որ հնարավոր է այդ նույն գումարով Վառնայում ծովի ափին բնակարան գնել, բայց Երևանում հաստատ չես կարող գնել։ Տեսեք, մենք խոսում ենք մի բան, նախ ես մոտավորապես իմ ուսումնասիրությունները նորից արել եմ այդ հարցում, երբեք չի համեմատական դրվում նույնանման թաղամասի տունը, օրինակ երբեմն համեմատում են Երևանի կենտրոն համայնքի բնակարանը Բերլինի կամ Մյունխենի ծայրամասի արվարձանի հետ, ինչը սխալ է, պետք է կենտրոնի հետ համեմատես արվարձանը արվարձանի հետ։ Այնուամենայնիվ մի թաքնված նրբություն էլ կա։ Եվրոպական մայրաքաղաքներում հիմնականում բնակարանների գույքահարկը եւ կոնդոների իրանց համատրությունների սպասարկման վարձերը շատ մեծ են։ Իրենք մոտավորապես բնական առողը շատ մեծ ծախսեր է ստիպված լինում կրել։ Այդ ծախսերը հակառակ համեմատական են բնականի գնին։ Օրինակ ինչքան գույքարկը թանկ, այնքան բնականի գինը էժան, ինչքան սպասարկման վճարները թանկ, այդքան էժան։ Միգուցե նաև սա է նպաստում։ Այնուամենայնիվ իրացիոնալ տար ես այստեղ չեմ տեսնում, քանի որ մենք գիտենք, որ շուկայական տնտեսությունում ենք գտնվում եւ շուկան է որոշում ցանկացած ապրանքի գինը։ Եթե բնականաբար այդ բնականը չծախվի 40 մետրը 600,000 դրամով, չի լինի 600,000 դրամ։ Քիչնի գինը այնքան միջև որ ծախվի, հա, տրամաբանական է։ Այս դեպքում տեսեք, ասում եք պահանջարկա, բայց շատ հաճախ ենք, չէ՞, տեսնում որ նորակառույցները կառուցված են, իրար կողք այդպես շարված են, բայց անցնում է անգամ երեկոյան ժամերին որևէ լույս պատուհանից չի վառվում։ Այսինքն մարդիկ առնում են, հա, թողում են տունը, իրենք գնում են այլ երկիր։ Իհարկե, շատ ժամանակ բնակարանը դա անշարժ գույք է եւ հաջող ներդրման տեղ է, վայր է, հա։ Մարդիկ խնայողությունները վախենում են պահեն ավանդների տեսքով, որովհետև ինֆլյացիոն դարաշրջանում են կանցնում, այսօր ամբողջ աշխարհն է պայքարում ինֆլյացիայի հետ, ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, նույն խնդիրը կա նաև շատ այլ զարգացած երկրներում, Բրիտանիայում մասնավորապես, եւ փողը արժեզրկվում է։ Բաժնետոմսերից շատերը վախենում են, հիմնականում տեղավորում են իրենց ակտիվները կամ ակտիվների մի մասը պորտֆելներ են ձևավորում բնակարանների ոսկու հողի մեջ։
Այս դեպքում տեսեք, դուք նաև խոսեցիք սեյսմակայունությունից շենքերի, որքանով են նորակառույցները ավելի սեյսմակայուն։ Ես մասնավորապես գիտեմ մի դեպք, երբ նորակառույցը կառուցվում էր, բայց հետո պարզվեց ցեմենտի որակը այնպիսին էր, որ նորից սկսեցին քանդել, նորից կառուցել։ Այսինքն ես որքանով երաշխավորված լինեմ, որ այստեղ, որ բնակարան եմ գնում, ինքը վաղը միսօր Աստված մի արած թե եթե երկրաշարժ եղավ, շենքը կմնա կանգուն։ Տեսեք, նորակառույցների մասով երկու հանգամանք գոյություն ունի իր սեյսմակայունության վրա ազդող։ Առաջին հանգամանքը իր նախագծային լուծումներն են, կոնստրուկտորական հաշվարկներն են, որ նախագծողը, նախահաշվային թիմը ինչ է պարտադրում, որպեսզի կառուցողը այդ շենքում դնի, այսինքն ինչքան երկաթ, ինչ ձև կապի, ինչ հանգույցներ ստեղծի, ինչ հեծաններ, ինչ կոշտություններ եւ նույնը բետոնի մասով, հա։ Երկրորդ հանգամանքը արդեն փաստացի իրականացումն է, որակյալ այդ ամեն ինչի, այդ նախագծի կյանքի կոչելը, հա։ Առաջին մասով ես կասեմ, որ գրեթե ես անձամբ վստահ եմ, որ ամեն ինչ շատ հստակ է, որովհետեւ շատ խիստ հսկողության տակ է եւ նախագծերը այս պահի դրությամբ հիմնականում համակարգչով են արվում, սխալի հավանականությունը շատ քիչ է։ Եթե առաջ կոնստրուկտորական բաժինը 30 հոգով ձեռով հաշվում էին, օրինակ մի քանի տասնյակ տարի առաջ, հնարավոր էր վրիպակներ, հիմա դա համակարգիչը բացառում է, կարելի ասել։ Այնտեղ ուղղակի ցուցանիշներ են տեղում, համակարգիչը հաշվում է այդ շենքի 9 բար սեյսմականության տարբեր սեյսմիկ հարվածների դիմացողությունը, դիմադրողականությունը։ Այլ հարց, որ փաստացի իրականացման փուլում հնարավոր են, իհարկե, տեսականորեն նորից եւ նաեւ պրակտիկ դեպքեր գիտենք, դուք նոր ասեցիք, որ շինարարը չպահպանի բետոնի մարկային նորման, երկաթի եւ այլ այդ նորմերը սվարկաների ժամանակ այդ հանգույցները լավ չարվի եւ այլ։ Դրա համար գոյություն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրության քաղաքաշինական ընթացակարգերի սպասարկող օրենսդրություն, որը պարտադրում է շինարարին ունենալ տեխնիկական վերահսկող, որը որ հսկում է շինարարության ժամանակ իրականացող շինարարությունների տեխնիկական համապատասխանությունը նախագծին։ Հեղինակային հսկողություն, որը նախագծողը պարտավոր է որպես հեղինակ նախագծի ստուգել նորից արդյոք իր նախագծից շեղում կա թե չէ, եւ լաբորատորիաներ։ Այդ երեքն էլ օրենքով սահմանված կարգով պարտադիր են։ Եվ լաբորատորիաները, եւ տեխնիկական հսկողը, եւ հեղինակային հսկողը։ Եվ ավարտական ակտը տրամադրելուց առաջ պարտադիր քաղաքաշինության նախարարությունը, ինչպես նաեւ գազկը, քաղաքապետարանը պարտադրում են, որպեսզի շինարարը, կառուցապատողը ներկայացնի այդ փաստաթղթերը, որտեղ ստորագրում են մի շարք սուբյեկտներ։ Հեղինակը, կառուցողը, լաբորատորիայի պարագայում տեխնաձորը եւ այլ, հա։ Իմ իմացած շինարարություններում հիմնականում այդ պահանջները պահվում են։ Նաև քաղաքաշինության նախարարությունը, տեսչական մարմինը, իրականացնում է ընթացիկ ստուգումներ։ Իրավունք ունի բարբերաբար այցելել քաղաքաշինության վայր, այսինքն շինհրապարակ, եւ ստուգել արդյոք պահպանվում են այդ նորմաները։ Ցանկացած մեքենա շինհրապարակ մտնող բետոն վերցվում է խորանարդիկներ, այսպեսի, հա, պահվում են 28 օր հետո ինքը եթե հանգարց իր բետոնի մարկան չի հավաքում, ահազանգում է, լաբորատորիան հարցը բարձրացնում, նայում են, ուսումնասիրում են, լինում է նաև եւ որ քանդում են։ Իհարկե, ավելի լավ է անմիջապես հասկանան այդ հարգը քանդել, նորը կառուցեն, քան թե սարքեն, փոխեն վերջում, բարձրի որ խնդիր կա։ Մի խոսքով դրա վերաբերյալ հսկողություն կա այնուամենայնիվ, բայց անկախ ամեն ինչից ես ուզում եմ օգտվելով առիթից ասել, որ նորակառույց շենքերի երկաթբետոնյա կմախքի ստրուկտուրան արդեն իսկ բավականին բարձր սեյսմականության դիմադրողություն ունի։ Համեմատելով հին բնակֆոնդի հետ, ինքը անհամեմատ է հին բնակֆոնդում առկա մեր իրավիճակին։ Պարոն Պետրոսյան, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը, իրար հաջորդող ցնցումները ու նաև տարիներ առաջ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը, որքանով է այդ ամեն ինչը դաս եղել կամ հիմա այս պահին դաս լինում մեր համակարգացիների համար, որպես մասնագետ եմ ձեզ հարց տալիս, որովհետև մենք այսօր անցնում ենք Մաշտոցի պողոտայով կամ չգիտեմ Աբովյան փողոցով եւ տեսնում ենք, որ 5 հարկանի շենքի տանիքին եւս 2 հարկ ավելացված են լինում։ Դա արդյոք ավելի չի վնասում շենքին կամ նկուղը, որ վերածում են խանութի, ռեստորանի։ Ես էլ եմ այդտեղ խնդիր տեսնում, ինչպես շենքի վրա գոյություն ունեցող հին շենքի վրա հարկ բարձրանալը, այնպես էլ առաջ գալը, այնպես էլ
տարբեր միջարկային ծածկերը բացելը, աստիճան սարքելը, իրար միացնելը, այդ բոլորը իրական սեյսմիկ ռիսկեր են, որոնք մեր կարծիքով խնդիր են եւ դրանց պետք է շուտապույտ վերաբերմունք ցուցաբերվի։ Այլ հարց, որ դա շատ ժամանակ ժառանգած խնդիրներ են, որ տարիներ շարունակ եկել են։ Ես որքանով որ գիտեմ, հիմա վերջի տարիներին նվազագույնին է հասցված, եթե ոչ վերացված է այդ երևույթները։ Որովհետև դրանք ամեն դեպքում շենքը դարձնում են ավելի վտանգավոր սեյսմիկ տեսանկյունից եւ եւս մի հարց դոլարի եւ եվրոյի արժեզրկումը ինչ վնաս հասցրեց կառուցապատման ոլորտին։ Արժեքը բարձրացավ։ Այսինքն տուժեց սպառողը, գնորդը այս դեպքում։ Շատ դեպքերում ոչ, շատ դեպքերում տուժեց կառուցապատողը, որովհետեւ եթե կառուցապատողը արդեն բնականը վաճառել է, օրինակ 21 թվականին վաճառել է $400,000 հաշվարկով, հա, իսկ բնակիչը պետք է վճարի մինչև շինարարության ավարտ աստիճանաբար փուլային եղանակով, այդ դեպքում բնակչի վճարը արժեզրկվում է, այսինքն փաստացի քիչ է փող տալիս եւ կառուցապատողների շահույթների հաշվին եղավ այդ դոլարի բարձրանալը, արժեզրկանալը դրամի նկատմամբ։ Իհարկե նոր կառուցվող շենքերում արդեն նոր վաճառքին հանվող բնակարաններում գները բարձրացան մոտավորապես այնքան տոկոսով, ինչքան տոկոսով որ դոլարը դրամի նկատմամբ թուլացավ, արժեզրկվեց։ Հիմա 1 քառակուսի մետր Երևանում կապ չունի կենտրոն, թե ծայրամասն, ընդհանուր միջինը ինչքան է նորակառույց։ Ես կարող եմ իմ իմացած պրոյեկտներով ասել, կառուցապատողների մոտ կենտրոնում 2.500-ից մինչև 3.500 է, լինում է նաև 4, նայած պրեմիում կլասի շենքա թե չէ, եւ նայած քաղաքաշինական ծրագրի մեկնարկային փուլում է թե ավարտում, դա էլա չէ, կարևոր։ Իսկ Արաբկիր, Դավիթաշեն այդ հատվածներում $1,200-1,300 մինչև 1,008 միգուցե համարժեք դրամ, հա, գներ լինի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը կառուցապատողների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Վահե Պետրոսյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։